Բարի օր եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, նախորդային հարցազրույցներով հանդես եկան եւ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ընդ որում Սերժ Սարգսյանի հարցազրույցը տևեց ոչ ավել ոչ պակաս 6 ժամ եւ ավելի։ Ռոբերտ Քոչարյանը 1 ժամվա ընթացքում տեղավորեց իր մտքերը, ընդհանուր առմամբ երկու նախագահների հարցազրույցները պատտվում էին նոյեմբերի 9-րդ կետի շուրջ, Արցախյան այդ 44-օրյա պատերազմի շուրջ եւ կրկին վերադարձել էին այն հարցերին, թե ով էր մեղավոր, ինչու տեղի ունեցավ, ինչու պարտվեցինք եւ երկուսի մեկնաբանմամբ էլ ըստ էության մեղավոր էր հայկական կողմը, ինչպես Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, ուղիղ Հայաստանն է սադրել, հրահրել պատերազմը, Ադրբեջանին էլ այլ բան չէր մնում, քան հարձակվել Հայաստանի վրա։ Հիմա ընդհանուր առմամբ ինչու են հիմա արվում նման հայտարարություններ, արդյոք սրանք նախընտրական տրամաբանության մեջ են եւ ինչ խնդիր են սրանով նաեւ լուծում երկու նախագահները։ Ուրեմն ես հայության առաջարկում եմ ոչ միայն եկեք սրանց էլ նախագահ չասենք էլի։ Այդ իրենք էլ ոնց որ բան կյանքների վերջը տեսնելու հավես չունեն էլի։ 300 տարի ապրեն պետք է ասեք անդադ, ասենք նախագահ։ Ինձ համար նախագահ չեն։ Տեսեք իրենք առաջ են բերել ռուսական օրակարգ։ Այդ բոլորը ռուսական օրակարգ է։ Հայերն են մեղավոր, հայերը ոնց իրենք են մեղավոր, եթե հայ են, բայց իրենք ժողովրդի մի մասը հայ հաշվում է, մի մաս չհաշվում։ Սա լիրիկական մաս։ Ինչ է եղել, ինչ է լինում։ Ինձ թվում է Սամվել Կարապետյանն էլ գումարած, իրենց տղեն էլ գումարած վրան, որ եկել է այստեղ հեծը տեց է անում, ինչ է անում։ Ինձ թվում է դրանք հաճույքով չէ, որ այս գործն անում են, բայց ձեզ մոտ ասել եմ անցած անգամ, որ իրենք չանեն, կոպիրկին իրենց կսպանի։ Այսինքն ես օրակարգը ռուսական օրակարգ է։ Ամսի 9-ին, չէ, մեր պարտության։ Սա ամսի 9-ը մեր ժողովրդի, մեր պետականության սևորն է։ Մենք ճիշտ է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը չի եղել, հա, բայց նա մեր հայրենիքն է։ Եվ ամեն ինչ չէ, որ միջազգայնորեն ճանաչված լինում, չի լինում, թե չէ այսօր պետականություն չունեցող ժողովուրդները ստացվում է մարդ չեն, ովքեր որ ուրեմն պետականություն ունեն, ճանաչված եւ այլն, մի քիչ այստեղ միջազգային իրավունքի հարց կա, բայց հարցը դրան չի։ Ինչի հիմա Եվ ասեմ, իրենց համար եմ ասում կոնկրետ, ասեմ, որ այդ երկարախոսությունը ամենևին խելքի նշան չի։ Եթե ինձ չեն հավատում, թող Արիստոտել կարդան, եթե Արիստոտելին էլ չեն հավատում, կարդան, ուրեմն Դավիթ անհաղթ, փիլիսոփայության համը կարճախոսության մեջ է եւ տրամաբանության, բայց իրենք չեն կարող մտքերը շարադրել, որտեղ գիտեք ինչու ամբողջական, որտեղ մի գործ են վերցնել վերա, սևը սպիտակ պետք է ներկայացնեն, սպիտակը սև։ Հիմա բոլորին հայտնի աշխարհում եք ու մնացած հետո։ Այս բոլորը եղել է Լավրովի պլանով։ Հայաստանի անձնատվությունը, հայ ժողովրդի աշխարհում եք եմ ասում, պոտենցիալի ոչնչացումը Ռուսաստանը կազմակերպել է Լավրովի պլանով, հայերի ձեռքերով։ Արցախն ուրեմն պիտի լիներ ռուսկի միրի մաս Հայաստանով հանդերձ։ Բայց դա չեղավ մի մասով եղավ։ Հիմա սրանք ինչ են ապացուցում։ Չապացուցեն էլ ասի ինչու հաճույքով չեն գանում, գիտեմ որ այդ գործը եթե չանեն, ենթադրում են որ իրենք հաստատ Բաքոին պերետաչի են տանելու, Պուտինն է ուղարկելու, նախագաները, ձեր ասած, Բաքու չէ Ռոստով, ինչ տարբերություն, Մագադան, դուք գիտեք Ալթայմիշկան հայ է գոլոշիացել, Աղասի Խանջանին էլ ԿԳԲ-ն սպանել տվեց Բերյային Թիֆլիսում, պատժեց, ուրեմն ռուսներն այդ սովորությունն ունեն, պարադոքս չի ձեզ համար, օրինակ, ինչի Շահրամանյանին ռուսներն ուղարկեցին Հայաստանի Հանրապետություն, այս մյուս այսպես կոչված ռազմաքաղաքական ղեկավարությանը հանձնեցին ուրեմն բանին, ադրբեջանցիներին են բարագայով, երբ որ սրանք ուղն ու ծուծով ռուսականացած մտածողության հայեր են, մի մասը չեկիստ կագեբեշնիկ եւ այլն եւ կյանքներում ռուսների վրա հույս տրած ապրած նաեւ Եվգիრი Կողոպտած, որովհետեւ հույսները ռուսներն էին,
Ոչ թե որտեվ այդ բանակը բան, բայց Պուտինը ցարի համար հաշիվ չի, իրենց համար է ցարը հաշիվ, ցարի համար հայի հանձնված տեսակը հաշիվ չի, Հիմա իրենք ցարին են փորձում հաջողել։ Հիմա ուրիշ բան են անում, ինչ են անում։ Տեսեք, սև օրը սևացնում են, ռուսները խնդիր ունեն, դարերի ընթացքում իբրև թե Արիստոտելից սկսած մենք ռուսները եղբայր ժողովուրդ են։ Այն ժամանակ որ իրենք չեն եղել գոյություն չկար, բայց դարերի եղբայրներ ենք։ Այս պատկերը պիտի մնա հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության, ինչը որ խոսվում է, որովհետեւ մի հատ էլ եկեղեցի ստեղծել տան, հետո կներեք բան անեն այդ եկեղեցին, բացեն, այս գործերն անեն։ Հիմա գալիս է ինչու 9-ին մեր վերքն են հիշեցնում, մեզ ստորացնում են իրենց միջոցով, որովհետև քրքրում է մի հատ, երկրորդը, իրենք ուզում են ապացուցել այս մարդիկ, որ հայկական կողմն է մեղավոր, հայկական կողմի համար հարց կա, Արցախյան հատվածը, թե Հայաստանի Հանրապետության, որովհետև Վիտալի Բալասանյանը, որ ասում է Ղարաբաղի հարցը փակված է, չի փակված է, բալեֆով ես ուզում կոտորես ժողովուրդը, դու ես փակել։ Հիմա խոսքը Ղարաբաղի ղեկավարության մասին է, թե դարդպետականության, թե Հայաստանի Հանրապետության։ Ինչ է շարունակում հայկական կողմ, չէ որ Վիտալի Բալասանյանն ասում էր, դուք մեզ հետ գործ չունեք։ Արցախ անկախ պետություն է, որ անկախ պետության։ Հիմա շարունակենք տրամաբանությունը, ուրեմն հիշեցնում են վերքը, աղ են ցանում, որտեղ ամեն մի նորմալ հայի համար, բայց ոչ իրենց։ Դա ողբերգություն է, մեր երկիրը մեր ձեռից տարան, մեր արցախայության ժողովրդի, իրենց չէ կլանը չէ Ղարաբաղյան։ Մի գիշերում տեղահանեցին, կալատամորով ռուսները վերջացրին թուրքի ձեռքով, ինչպես ժամանակին ուրիշ բաներ։ Հիմա դրանից դուրս ինչ կա մեջ, ուրիշ բան կա։ Ուրեմն տեսեք հեղաշրջման համար պատերազմից հետո էլ Գալստանյան շպրտեցին մեջտեղ, հեղափոխություն, ոսկեպար։ Դրանից առաջ Վազգեն Մանուկյան շպրտեցին քաղաքական, հետո ինչ եւ այսպես շարք է հիշեք։ Ոչ մի բան չստացվեց, ընտրություն եղավ, մի ժամանակ էլ ասում են, բա ո՞նց կլինի, այն Նայրա Զոհրաբյան իրեն ճղում էր, պարտված ղեկավարը կարող է վերընտրվել, ես այդ ժամանակ ասեցի, որ այո, այդպիսի դեպք եղել, ասում էին աշխարհում եղած բան է, պարտված պետության ղեկավարը նորից ընտրվի։ Այնքան պրիմիտիվ է, այնքան չիմացության հետ կապ ունի, այնքան քաղաքականությունը չհասկանալու։ Ես այո ասում էի, եւ դա ես արել եմ, որ Անվար Նասերը, ուրեմն Գամալ Աբդել Նասերը, Եգիպտոսի ղեկավարը ջախջախվեց, ուրեմն Իսրայելա պատերազմ հրաժարական տվեց, հրաժարականը գեներալիտետը չընդունեց, որտեղ պետությունը կփլվեր։ Մերը նույնն եղավ, հիմա վերադառնում են կարծին, չեստեղ է։ Հիմա ինչ է, ամեն ինչ արեցին, իշխանություն փոխություն չեղավ, բայց դե մնաց մի բան, որ Ռուսաստանի համար կայուն է, ինչը որ դուք եք ուզում։ Հայաստանն անընդհատ անկայունության մեջ պահել, մեկ, անընդհատ տեսեք անկայունություն կա, մեկ քահանան է էսիշ լինում, մեկ քահանայի կնիկն է լինում, մեկ քերագինն է լինում, բայց անընդհատ ինչ-որ բան կա, եւ այստեղ ուրեմն այդ անկայունությունը պահել է պետք, ինչպես է պետք, սրանց խոսեցնում են, որտեղ նորմալ մարդը ոնց կարող ամսինին լինի, ասի հայերն են մեղավոր, Ադրբեջանը ճար չուներ հարձակվելու, Պուտինը ճար չուներ ձեզ մորթելու, մորթել է ճար չունենալով։ Կալադամորի է ենթարկել, ասեն չի ասել, հիմա ինչն է հարցը, տեսեք 3 տոճկա, իրենց ռուսերեն ասեմ երկու բառ, որ լավ հասկանան, 3 տոճկա միանգամից խոսեց, նարեկ, արևմուտքից, ուրեմն են մեկը Ստեփանակերտից, Խանքենդիից, որ իրենք հանձնեցին Ղարաբաղյան կլանն է մեղավոր, եւ ուրեմն մեկն էլ Երևանից եւ այլն, Այս ինչ է կատարվում, ձեզ կազմակերպվածության հոտ չի գալիս սրանից, ինչ պատահեց, որ աշխարհի տարբեր կետերում նույն ուրեմն միջավայրը ծնում է նույն բանը, այնտեղ էլ երկուսը անցյալ են Հայաստանի, ուրեմն Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան անցյալ են, հավերժ անցյալ են, այդ իրենք փողոք չի, հավակնում են հետ գալ, իրենք են հավակնում, բայց ձայն պետք է ստանան, հավակնալը, որն է տերոր են անում, որ ժողովուրդ հավատում է,
որ լինի այն մի խոսք ասում է հետ ու առաջ գնա, իբրև թե շարժվում ես։ Իրենք հետ ու առաջ են գնում, իբրև թե շարժվում, իհարկե այստեղ իշխանության մեղք կգա։ Եթե իրենք քրեական կատարողական հիմնարկներում լինեին արածների համար, այս օրակարգը հավերժ փակված կլիներ։ Այսինքն իրենք պիտի լինեին բանտում։ Իհարկե պիտի լինեին, արդարադատությունը կայացել բրծել է, քանի հոդված կա ամեն մեկ, էր սալյարքից սկսած, չգիտեմ էլ ինչից, սպանությունից, այսօր իմիջալված ոնց որ իշխանություն իրենք շնորհավորել է։ Այսօր քննչական կոմիտեն կարծեմ համաձայնվել է, որ Պողոս Պողոսյանի դիահերձումը լինելու է։ Բանը, այդ ինչ են ասում, Գերեզմանի Բարզ է, եսի են Պուտին ընդեղից է նշան տալիս, ես իշխանությունները, ես մարդիկ չեն իմանում ինչ անեն, որովհետև եթե նա ապացվեց Քոչարյան Ռոբերտը հավերժ չի լինելու, որ ժամանակն անցել է, մարդասպանության, եթե մարդասպանություն է, ժամանակավերեպը որն է, հասկանում եք ոնց, հիմա ես, ահա 3 կետից խոսեցնում են և Ռուսաստանին, հիմա այնտեղ երկուսը խոսում են Ռուսաստանի դեմքն են փրկում մեզ վարկապեգում, որ մենք եթե չլնեինք, մոռանալով Լավրովի պլանը, հայերից ով որ Լավրովի պլանից չի խոսում, կարող եք հաստատ իմացեք, դա ռուսականացած հայ է, հայերեն է խոսում իր շահը Ռուսաստանի հետ է և Ռուսաստան տեսը։ Հիմա են էլ այս անցյալն է, պարզ է սրանք չեն վերադառնա, այ վերադարձողը Կարլսոնի հետ է վերադառնալու։ Պատկեր են առաջացում, տեսնում եք ինչ զարգացած տղա է, անգլերեն է խոսում, են էլ Կարլսոնի ուրեմն հարցազրույցը, ասեմ ով է Կարլսոնը, Պուտինի ամենամետերիմ հավատարիմ թղթակիցն է, նա արևմուտքի հետ հարցազրույցներ իր միջոցով է տալիս։ Ես որպես քաղաքագետ պնդում եմ, որ հարցերը, որ ինքը տալիս պատասխան ստանում է, բոլոր Մոսկվայում է սարքվել, ինքը խոսում է, որովհետև էլի կա մի խնդիր, հայ ժողովրդի հանդեպ Ռուսաստանը մեղք չունի, հայ ժողովրդի մեղքը իր ղեկավարությունն է, Հայաստանը եւ այլն։ Եվ այստեղ մեղավորն ով է, նա ով առաջի դեմքն է այսօր, ում հետ կապված է ոչ ինստիտուցիոնալ պետության գոյությունը։ Մոսկվայում գիտեն, որ մեր պետականությունը կատարյալ ինստիտուցիոնալ պետություն դեռևս չի։ Եվ չի հասցրել մեր ժողովուրդի հետ հարցերը լուծեսկանել մասին, պարզ է որ առաջի դեմքի արդեն հեռացում է, փլուզում է նշանակում, ահա թե ինչ են անում։ Դրա համար էլ տոշկեքը խոսում են ռուսական, Վաշինգտոնից, չէ, Նյու Յորքից, կներեք, ուրեմն խոսում են Զանզիբարից, խոսում են Մագադանից, Սիկնիվկարից եւ այլն, եւ այսպես Պատականորեն նույն ժամի նույն տեղը, այստեղ քաղաքականության մեջ պատականություն չի, մեծ է, ուրեմն իրենց արած, իրենք էլ իրենց դեմքն են ուզում փրկեն, բայց թե ինչ ասեմ, հարիվ չկա էլի, ոնց ասեմ, այսինքն ես կամ բացադրելուց հետո ինչ ասենք, ով է մեղավոր, ես էլ ասեմ փագենք Արցախի այս ողբերգական վիճակի համար, մեղավորը Ղարաբաղյան կլանն է, ռուսական ուրեմն սեգմենտը հայկական եւ ռուսական ագենտուրան գեներալիտետի մեջ, որոնք հաջողությամբ Ղարաբաղը տվեցին, այն վիճարիգին բերեցին, ինչ որ Պուտինն ուզում էր։ Իրենք Պուտինի առաջ պարզերես են, բայց այդ պարզերեսը քանի տոկոս է, 100% չտվեց, իրենք 120 տանեին, 70% ասենք ինչու, արեցին մի բան, որ հեղաշրջում անեն Հայաստանում, հարցը փակեն վերջնական, ռուսկի միրը հաղթանակի, որտեղ չկար միասկի միր, իրենք բաժակատ լինեն, բայց մենք իշխանություն պահել ենք։ Ուրեմն իրենց ես չեմ զարմանա, որ մի օր հավաքեն, այս հարցը չլուծվի, ընտրություններից հետո հաստատ է։ Իրենց Պուտինը եթե մնա, պետք է տա Պերետաչին, չէ իրենց փող ունեն, իրենք պետք է Պերետաչի առնեն, տանեն Բաքու։ Իրենց ընկերներին, որոնց նույն խնդրի համար Բաքու ուղարկեցին, որտեղ Հայաստան չկարողացան տեղափոխել այս ինչ որ Արցախում եղավ, այս կամ բան։ Սա է բանը։ Հիմա ըստ Ռոբերտ Քոչարյանի ոչ միայն հայկական կողմն է հրահրել եւ պատերազմ սադրել 2020 թվականին, որպեսզի Ադրբեջանը այսպես ուղղակիորեն հարձակվի, այլ նաեւ նոյեմբերի 9-ի այդ համաձայնագրի առաջին խախտող կողմը եղել է Հայաստանը, Պրահայում մեջբերում է վարչապետի հայտարարություն եւ ասում է զարմանում է, որ այդքանից հետո 2021 թվականին վերընտրվելու է պատասխանից իմ եթե հայկական կողմը այդքան ուներ ինքը իրեն ինչան ասում լավ խոսք կա եւ պետական պետությունը պատրաստ է դրան եթե հայկական կողմը պատրաստ էր արել լավ է արել
լավ է արել, բայց նա չի կարողացել, որտեղ մենք այդ ուժը չունեինք եւ չէինք ան իրենց ստեղծած բանակով ենք անելու։ Ես իրեն հիշեցնում եմ հետեւյալը, մինչեւ այն ասում են ուրիշի աչքի ինչը ցույց տալը, մի հատ քո համապատասխան տեղի անցքերը ցույց կտաս։ Իր իշխանության օրերին բանում ուրեմն Նախիջևանում նույն Ալիևը արաքս լցրեց բոլոր խաչքարերը, ձեն է հանել իր բանակով, իր գոլամներով, հանել է իր պաշտպանության նախարարներով, հա, թե Նախիջևանի խաչքարերը Հայաստան չեն, Ղարաբաղի քարերն են Հայաստան, հա, ուրեմն չի արել, ուրեմն ես մնացած եմ մեկիներ կարող եմ ասել, էնել լելեթեփեն է հանձնել, վարազաթումբը, որովհետև վարազաթումբը 16 թվականին երբ որ հանձնվեց, կարող եք ստուգել, ես Facebook-ի իմեջում գրել եմ, որ սա նախապատրաստեցին սրանք, եթե չվերցրին, ադրբեջանական բանակի հիմնական երկու հարձակման ուղղությունը, կարող եք ստուգեք, դեպի Նախիջևան 1, դեպի Ստեփանակերտ 2, այդպես է շարժվել են, որ Սերժը հանձնել է լելեթեփեն, որպեսզի, որ եթե լելեթեփեն կամ վարազաթումբը մնում էր մեր բանակի ձեռքում, ադրբեջանական բանակը չէր կարող առաջ շարժվել, իրենք Պուտինի կամքը կատարել չէին կարող, այստեղ հարև չկա։ Եվ մնացածը, ես կարող եք այնքան բան խոսել, ուղղակի ասեմ ձեզ, հայկական կողմը ամսի 9-ն է փորացավերը, իրենց փորացավը չի, Պուտինի փորացավն է, ուղղակի Պուտինն ինձ է խրվել Կիևում, դուրս չի գալու, սրանք չեն հասկանում, որ Ռուսաստանը իրենց ռուսական այսօրվա ղեկավարությունը քաղաքական իմաստով իրենց մոդելն է Ստեփանագերտում մինչև ջախջախվելը, իրենց Ղարաբաղյան կլանի կազմակերպած պետության։ Հիմա Ռուսաստանը չի լինելու, այս հույսը որ չունենան, չեն անի, բայց եւ ամերիկացիքեր իրենց այդ հաշիվ են մաքրելու։ Հիմա տեսեք ինչ է լինում։ Ամսի 9-ը այդ փաստաթուղթը ունի 3 իրավահավասար կողմ։ Ձեզ համար տարօրինակ չի հետևյալը, հայ մարդիկ են իբր թե չէ, հայ են, Հայաստանն ղեկավար են եղել։ Ուրեմն տեսեք, Ադրբեջանը ոչ մի կետ չի կատարել, ճիշտ է։ Ռուսաստանը որը կետերը որ պետք էին հայկական կողմին չի կատարել, ճիշտ է։ Օգնել է հակառակը թղթի գրածի հակառակով օգնել Ադրբեջան, ճիշտ է։ Հիմա իրենք Հայաստանը 8 կետերը կատարել է, 9-ն էլ մասամբ է կատարել։ Իրենք ում մարդերն են այստեղ։ Ռուսաստանը չի կատարել, Ադրբեջանը չի կատարել, եւ իրենք պիտի, եթե բանականությունը մեր նորմալ է, իրենք են նորմալ, այնալ ղեկավար են եղել, իրենք պետք է Պուտինից ուզեն։ Ինչու խաղապահը տեսцев արեց։ Ինչու չեն հարցնում։ Ալիևին ինչու չեն ասում, ոչ մի կետ չես կատարել։ Հիմա այստեղ քաղաքական հարց կա իրավական։ Այդ փաստաթուղթ աշխարհում է գիլուր ասում եմ, ասել եմ կրկնում եմ։ Կապիտուլացիոն փաստաթուղթ չէ, անվերապահ կապիտուլացիայի փաստաթուղթ չի, որը կուզենային այդպես լիներ Ալիևը, Պուտինը եւ Քոչարյան Ռոբերտ Սերժ Սարգսյանով։ Անվերապահ կապիտուլացիա չի, դա համաձայնագիր է, այսպես ասեմ, մասամբ մի կետ է էլի, որ չի բանը, որովհետև պարտված էինք մենք դրանք չէինք կարող չանենք, մանավանդ այսպիսի ռևանշիստներ ունենալով, որոնց դուք քաղաքական սխալով անվանում եք ընդդիմություն։ Դուք եք լրատվությունը գոնե իշխանական մեծ սխալ է կատարում, որ ռևանշիստ չի անվանում։ Չգիտեմ ինչի։ Այսինքն ձեռնդու են մնան մարդիկ։ Խորհրդարանում նրանք ընդդիմություն են։ Դե թող ասեն, այդ օրենքը չի, քաղաքական ես չեմ մեղադրում ձեզ։ Ես քաղաքական խնդիրն եմ ասում։ Հիմա այսպես այս մարդիկը լելնում են խոսում են։ Կատարել է թե չէ, ինչը պետք է կատարեր։ Ես սրանց փորացավը, որ այդ միջանցք որ ասում են, գիտեն խողովակ է, այդպես պետք է մտնեն ելնեն։ Ուրեմն այդ 9-ի միջանցք չկա մեկնաբանության մեջ, վերցրեք, կարդացեք, բայց այնտեղ Facebook բան, ինչ-որ բանավոր ասում են Նիկոլո խոստացել է բան, բայց ես զրուցել եմ, գիտեմ, որ սուտ է, իրենք սուտ են խոսում, որովհետև եթե տա գրեին Մոսկվայում, ասում են Պուտինն է իր ձեռով գրել այդ բոլորը, չէ, Քոչարյան Ռոբերտին չի հարցրել, մարդու տեղ է տրել Սերժին, որ հարցներ ասել ինչ գրեմ, ինչ ուզեր գրել են, մենք էլ պարտված էինք էս են արել, հիմա բայց Հայաստանի իշխանությունը այդ միջանցքից խուսանավել է այդ օրերին, 100% է, մենք էլ օգնել ենք,
արտախորհրդանականներս եւ նրանք, ովքեր պետության կողմ են եղել, պահել են ընդդեմ Ռուսաստանի ցանկության, ընդդեմ Այս պետությունը մնում ընդդեմ Ռուսաստանի եւ Ղարաբաղյան կլանի։ Հիմա հարցը էսպես է, այդ կետը էսպիսի բան ունի, մնացած այն տեսքով ինչ որ կուզեն ռուսները, որ թելադրել, գրել տվել են Քոչարյան Ռոբերտներին, Սերժ Սարգսյաններին, վաղն նարեկներին պիտի տան, եթե դա պետության մախն է մեր համար, որը չի լինելու։ Հիմա ամփոփում ենք հետեւյալը, գիտե որ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթղթերի փաթեթը ուրեմն Թրամփի ուղղ թքած ունի այդ թղթի եւ կետերի վրա վերջացած է Հայաստանն այլևս եթե չէ Ալիև կոչված դրան չէր փոգվի Ալիևի խելքը հասնում է խոսելուց բացի բան ճանել իրենք հələ հույս ունեն չի լինելու Հայաստանը ընդմիշտ դուրս է եկել միջազգային քաղաքականության նավարկություն Թրամփի ուղու վրա մեծ նավով եւ վերջացած է այլևս այդ թուղթը չկա իհարկե այնտեղ ինչ են ասում ոչ մեկը չի չեղարկել այս Վիտալի Բալասանյանի ուղեղին նայ այդ դու ասում ես բա Արցախը անկախ է ինչի ես եկել Հայաստան Արցախն անկախ պետություն էր ինչ ես եկել որ հիմա էլ ասում ես այդ փաստաթուղթը ոչ մեկը չի չեղարկել թքել է Թրամփը դրա վրա, ձեր թղթի վրա, ու վերջացած է։ Մեզ մնում է, իրենց համար տխուր եմ էլի ասելու, ողբերգություն է։ Մեզ մնում է դա ռեալիզացնել։ Նաև այդ փաստաթղթերի մեջ ամերիկյան համագործակցության առանձին փաստաթուղթ կա, գիսահաղորդիչների եւ այլն, սրանք պետք է ռեալիզացնենք։ Ուրեմն ի տարբերություն իրենց, ուրեմն նա այս երկու օրը բոլորը հայտնի բան է ուրեմն Տոկաև եւ միջին կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարներ գնացին Վաշինգտոն թքեցին Պուտինյան Ռուսաստանի վրա ստորագրեցին Ամերիկայի համագործակցություն ընդմիշտ Ռուսաստանը գնում է բայց սրանց ուղեղից չի գնա Օգոստոսի 8-ից խոսեցիք պարոն Շիրինյան հիմա նույն Քոչարյանն էլ ասում ասում է Քոչարյանը ասում է օգոստոսի 8-ը նույն նոյեմբերի 9-ն է բայց սպասեք ավարտը Նաև ասում է որ ինքը սուտ է խոսում Օգոստոսի 8-ին պիտի ավելանան եւս երկու երաշխավոր երկրներ, դա կարող է լինել Ռուսաստանը եւ Չինաստանը, միայն Ռուսաստան, փորացավերը չի լինելու Ռուսաստան, արա մի տարապեք, չի լինելու Ռուսաստան։ Եվ ձեզ փրկություն չկա, իրենք պրոբլեմ ունեն, ամերիկացիք, որ ամրանան էստեղ, մենք էլ հոտա Հայաստանի իշխանության թուլությունը չի, մենք բռնեն տարեն դատեն, արազների համար, Այստեղ խնդիր ունեն, բայց իրենց համար երկու երկ կա, հիմնական կամ ամերիկացիք կարող է տանեն դատեն, եւ գուցե եւ արդարացնեն, դա էլ հնարավոր, եթե արդարացնեն, կամ էլ Պուտինը ասեցի Պերեդաչի դնի եւ ուղարկի ասի Բաքու եք գնում, երկու խնդիր ունեն, կամ էլ սրանք էլ հեչ, մի օր իրենք մտածում են, որ հաջորդի զայրույթի առաջ կարող են կանգնել, այդպես եղել է Քադաֆի ժամանակ հեռավոր Լիբիայում եւ շատ երկրներում Իհարկե ես կուզենայի որ դա չլինի ժողովրդական չլինի այս մեր իշխանություններին կամ դատեք այս մարդկանց կամ էլ ասեք կույս են քաղաքական բան չկա էլի ապացուցեք որ չկա հիմա ոչ մարդկանց դատում եք կարգին ոչ էլ ասում եք ազատ եք ինչ եղավ տարած հետ մեղած քաղաքական կարելի է ձև Հաշմանդամ դարձրիկ, ինչ ասես խոսում են, հույսները դրել են մի պետության վրա, որ ինքը անգում է գնում, Ռուսաստան անգում է գնում, ոնց բաբացում Դու ինչ չեք հավատում Բժեզինսկի կարդացեք, Բժեզինսկի չեք կարդում, մի հատ Զելենսկուն զանգեք հետը խոսեք, եթե նրան չեք հավատում, մի հատ գնացեք Ուկրաինայի բանակի գեներալներին տեսեք ձեզ ինչ օրը կդնեն Պարոն Շիրինյան, Ես կան, ինչ ասեմ, ասա։ Ամեն դեպքում երկու նախագահներն էլ այսպես կարմիր թելով նախագահ չկա Հայաստանում, նախագահ մենակ Խաչատրյանն է, այն էլ լիազորություններ չունի։ Հայաստան նախագահ չունեցել, որբե։ Թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը պնդում են, որ 44-օրյա պատերազմի իրողությունները պարզ կդառնա միայն այն ժամանակ, երբ իրենք կան իշխանության եւ այդ ամբողջը դնեն քննության։ Երկուսն էլ ասում են, որ հավակնում են եւ գալու են իշխանության։ Ուրեմն տեսեք, Հայաստանը ունենալու է իմ այսօրվա ենթադրությամբ մոդելային պետական քաղաքական կարգ
գողականով կուսակցություններ չեն լինելու, են բայականով էլ չեն լինելու, կներեք, ինչ են լինելու, լինելու են գաղափարական, փիլիսոփայական հենքերով Հայաստանի զարգացում նախատեսող եւ Հայաստանի անկախ որպես պետություն ապակա նախատեսող կուսակցությունների։ Իրենք Հայաստանի տխուր եւ գողապետական անցյալն են։ Բայց ես կուզենայի, որ այնտեղ մի բան եմ տեսել, որ չեմ կարող չասեմ։ Ես ժամանակին, կարծեմ 23 թվին էր, ուրեմն Կալիֆոռնիայում եղել եմ, որպես ինչ շատ է բաներ էլի, Ռեյգանի ռանչոյում, որտեղ նախագահ աշխատել է։ Ես սրա Սերժը գիրք կարդում է, չեմ անում, գիրք բան կարդում է, որ ուրեմն ռանչոյում Ռեյգան, Ամերիկա, այն համեստ աշխատասեղանը, ես սովորական երևի շշմելու էր սրա արածի հետ։ Այդ ինչ ես անելու այդ սենյակը, ուրեմն մի անգամ ցույց տվին, չէ, եղբոր տղան ճաշասենյակում բան ուներ, զուգարանակոնք ոսկի ու դուրեր, ոսկի էին բաչում։ Հիմա ես մարդը այդ նվիրի բանակին մին է, ազգային անվտանգության խորհրդի նվիրի այդ կաբինետը օգտագործեն, այդ փայտը ինչ ես անում, քույնչին է պետք, իբր թե այդ գիրք են կարդում բանել է, ցավալի է, գիտեք ինչու։ Ազգային հարստությունը որտեղ են լցրել, ես իրավաբան հարմագարկին ասում եմ, մի հատ հարցրեք, եղբայր, ես որտեղից քեզ, այ խեղճ ու կրակ նախագահ, դեմքիդ նայում են մաշվել պրծել ես, այդ որտեղից է այդ ունեցվածքը, որ այդ գրքերն էլ շարել իբր գիրք են կարդում։ Եվ մեկ հարցել պարոն Շենյանն, բայց իմ ասածը վիրավորանք չի, զավեշտ է, հայ իրականության զավեշտն ասեմ։ Նաև եկեղեցուն անդրադառնանք հոգևոր գերագույն խորհուրդը 4 օր շարունակ քննություն էր իրականացնում, որոնեց եւ հանդես եկավ մի հայտարարությամբ, որը ավելի շատ քաղաքական հայտարարություն էր, քան հոգևոր որևէ տարեր պարունակում։ Ըստ էության գալիս էին վերահաստատելու նույնը, ընդ որում հոգևոր խորհրդի այդ հայտարարության մեջ նաև նշվում էին քաղաքական դերակատարների անուններ, օրինակ Արման Թաթոյանի հետ են նաև խորհրդակցություններ անցկացնել այդ օրերին, եւ ասում են, որ այո, իրենք պաշտպանում են Էջմիածնի այն մոտեցումը, որ այս հարցակումը հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որ իրենք սատարում են Էջմիածնին եւ այս հարցակումը, որ իշխանությունը գործել է եկեղեցու վրա, պիտի կասեցվի։ Դուք ինչ եք կարծում, որովհետեւ ակնկալիքներ կար, որ հոգևոր խորհուրդը գոնե չէ, ռուսական ազդեցության հիմնարկ է, որ մեր եկեղեցին այն տեսքով չի մնացել։ Մանավանդ Խորեն Մուրադբեկյանից հետո, որին ԿԳԲ-ն խեղդեց 38 թվին։ Հիմա սրանց պետք է ասվի, եղբայր, հույսները ինչի եք, մինչև դուք աչուծախ ես կաթողիկոսը չի լինելու, դուք ինչ եք ասում, ասածները ինչ է, չի լինելու, Հայաստանյաց առաքելական եկեղեցին սուրբ չէ, որ ասում ենք, վերադառնալու է Քրիստոսի ծառայության, միջից ԿԳԲ-ն մաքրելու է եւ հայ ժողովրդի համար անելու այն, ինչի համար Գրիգոր Լուսավորիչը ստեղծել է եկեղեցին Տեր-Թագավորի հետ։ Իրենք անցյալ են, իրենք մաքրվելու են, տարբերակ չունեն։ Եվ ընդհանրապես սրանք ես այն ասում են իմաստուն են, էլի, ես էլ եմ հավատում։ Այդ է ձեր իմաստությունը։ Դուք պետության ու անկախ պետականության դեմ եք կռիվ տալիս, հա։ Այդ որ երգում եք, ասում եք, դե ես լսել եմ լավ, որ դարերով պետություն, որ այդ ձև դուք դարերով առաջին անգամ ենք պետականություն ստեղծելու շանս ենք ստեղծել։ Դուք ինչ եք ասում, այ ողորմելիներ։ Այն թաքնվել եք Քրիստոսի անվան տակ, ձեզ համար են ինչ ասում։ Ձեզ բարձ չի, որ այս կաթողիկոսը հակապետական, հակահայաստան կուրս է վարում։ Ինքը հակահայաստանը, դուք հետն եք։ Չեք կարող դրան հեռացնեք, վերջացնեք։ Ես ասեմ ձեզ, իրենք չհեռացրին, Հայաստանի իշխանությունը չի կարող չհեռացնել։ Չի կարող, որտեղ ոնց կարող է լինել երկրում հոգևոր մի կառույց տարերի հայ ժողովրդի մենտալիտետի, մշակույթի այդ ամբողջի մեջ մենտալիտետ ձևավորած մի կառույց, որը Ռուսաստանի շահեր արտացոլի եւ անկախ պետականության դեմ կռիվ տա գողապետության հետ լինի։ Հիշում եք Իզմիրլյանը ինչ էր, այստեղ բռնում է մի գողի, կանձագողի, որտեղ գողը կարգի մարդ է, ասում են գողի, կանձագող պետություն թալանած է, այս մարդը ուղեկիրը տալիս էր իր Իզմիրլյան, այնտեղ խանում են չեխոտկա կամ քորութոպալ,
ազատում էին ու Գերմանիան բուժվում, հետո ուղեղները հանած Ռուսաստանի տայգաներում թափառում են, ինչքան կա տայգաներում վայրենացած ապուշ հայ, որոնք գողության համար եւ այլ, բայց Իզմիրյանով հիվանդ են եղել։ Այս մարդկանց հիվանդությունը նստելու ժամանակ է հիշվում։ Այս Վարդանիկն էլ են ընկերներ Ալեքսանդրոպոլից աշխարհակարգի հարցեր էր քննում, հիմա գնացել է իր լեզվով ասեմ, չես համաչում հիվանդություն ես խաղում, եթե հիվանդություն խաղայր չէր մեծ խոսում, բայց գիտեք հաջորդում զոհն է այս հատվածը, դե ռուսի դեմ խաղ չկա էլի, Հայաստանի իշխանությունն ով է, որ ինչ է, որ Պուտինի դեմ, հիմա տեսակ, որ Պուտինի դեմ էլ խաղ կա, Ռուսաստանի դեմ, Ուկրաինան բանակով թաղում է Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունը կայֆով ձերբակալում է, այս կամ բան։ Իսկ այդ եկեղեցու հարցը, որ մենք բարբերաբար խոսում ենք եւ ասում ենք, որ կաթողիկոսը պիտի հեռանա, հիմա դա պիտի ներսից լինի, թե ամեն դեպքում նաեւ հայտարարություններ կան, որ իշխանությունը ինչ պլան լինի, ես որ վարչապետ լինեի, վաղուց հարց փակել է ինչ։ Ասեմ, հազար մի քրեական գործեր ունեն, վերեքը բոլորին էլ կա, չէ։ Անվտանգության ԿԳԲ-ի մեր կասեի սրանց գործերը լբերեք, 2-3 հոդված իրավունք սարքեի, մի 2-3 անվտանգության մի քանի հոգով, մի գիշեր լուսաբացին կգնայի մոտը, կասեին կամ դու հրաժարական ես տալիս, կամ քրեականով գնում ես դատարան, ու վերջ։ Իսկ Նևսկու մեդալ տալը Պուտինի կողմից։ Ես մեդալի բանը ես եմ ասել։ Ինքը Պուտինից մեդալ է ստանում Հայաստանի շահերին դավաճանելու համար։ Երկրորդը, ինքը այդպես էլ չի պատասխանել եւ ուզում եմ Հայաստանի իշխանությունները գոնե մեզ ասեն։ Այս մարդը որ գնաց Մինսկ Հայաստանի, հիշում եք, վարչապետի հայտարարությունից հետո, այնտեղ ռուսական գաղտնի ծառայության գեներալների հետ առանձին հանդիպել է, թե չէ։ Լուկաշենկոյի ցերահանգներ ստացել է, թե չէ։ Բելարուսական գաղտնի ծառայության, չեմ կասկածում, որ այդտեղ էլ դրա համար է գնացել, դրա բանի տակ եկեղեցի բան բացելու։ Հիմա այս հարցը պետք է բարձրվի, թե չէ։ Եվ զանազան հարցեր, եղբայրը դե վարչապետն ասեց ԿԳԲ-ից է, էլ ինչ այնտեղ Նևսկի են ստանում, դո ձեր Նևսկին է ձեր բան, այնտեղ ինչ են ասում, մեր բանջարը ձեր հանջարը, ջիվանին ինչ է ասում, գայք շիրակացի ստանայիք, զոհվեիք, օրինակ ես Ղարաբաղյան կլանից մի երկու հոգի, որ պատերազմի ժամանակ զոհ էր, վատ կլներ, մարդիկ կիմանային, որ իրենց հոր գերեզմանի համար զոհվել են, հապա ոնց գեներալը զոհվել, պետք է ինքնասպան լինի, չէ, նախագահներն ինքնասպան պետք է լինեն, իրենց երկրում եղած վիճակի համար, սրանք էլ պետք է լինեն, այս ամենին, բայց բարձում որ սրանք Հայաստանը չեն, դրա համար չեն լինում, այնպես որ ինչ կա։ Այսինքն կարող եք ակնկալել նաև որ քաղաքական հայտ կներկայացնեն, որովհետև տեսեք, եկեղեցին ըստ էության արդեն ուղիղ քաղաքական եկեղեցին մտնելու է բանի մեջ, եկեղեցին ուրեմն չի կարող քաղաքականությամբ զբաղվել եւ վերջ։ Սա աշխարհում մեկ է, մեզնով չի կարող հոգեվոր։ Իսկ մեր ժողովրդով դուք գիտեք, որ ես ամեն գիրակի եկեղեցիներ, վանքեր ամրոցներ եւ Հայաստանը ներկայացրել այնքան նա դա էլ արեցի, որ հիմա շատերը շրջայց են անում, գնում են եւ այլն։ Մեր ժողովրդին խիստ անհրաժեշտ է մեր եկեղեցին, վերականգնված, նորոգ եկեղեցին։ Այդ նորոգ եկեղեցու ուրեմն այն հին ռուսական հատվածի վերջը գալիս է գողապետական, այն մեկը վերականգնվում է։ Աշխարհում եկել ասեմ, երեկել եմ ասել, Հայաստանում ոչ մեկ առաքելական եկեղեցի չի կռվում։ Առաքելական եկեղեցու վերականգնման դեմ կռվում է ուրեմն Գարեգին ուզուրպատորը իր հակապետական թիմով ներսից պայթեցնում եկեղեցին։ Ինչքան շուտ այդ թարախաբալարը մաքրվի, այնքան շուտ։ Բայց այնուամենայնիվ պիտի հեռանա։ 100% կասկած ունեք։ Չի կարող լինել աշխարհում մի բան, որ քաղաքական իշխանությունը որևէ պետության որոշի եւ չլինի։ Ուրեմն քաղաքական իշխանություն չէ, ուրիշ բան է։ Նման իշխանությունը չի կարող երկար մնալ իր հեղինակությամբ, եթե չարեց։ Հիմա օրինակը վերեմ իրենց հարազատ բանից մոնղոլ թաթարական Ռուսաստանից սլավոնական։ Կիրիլը կարող է Պուտինի հետ վիճել։ Մի հատ վեճի աստվածաբանության հարցերով։ Ինչ կանի Պուտինը դրան։ Կասե չեկիստ, նա էլ է չեկիստ։ Հնարավոր է վիճի։ Չեմ պատկերացնում։
Ինչու է դուք այստեղ չեք պատկերացնում, Ռուսաստանում ստե պատկերացնում ենք։ Չպետք է լինի։ Դա բացառված բան է։ Եվ մեր պահանջը ինչն է, որ նորմալ իմաստով մեր ժողովրդին խիստ է անհրաժեշտ մեր եկեղեցին։ Իր ամեն ինչով ինչպես եղել է մեկ, երկրորդը, եթե մենք ուզում ենք 4-րդ հանրապետություն, առանց այս հոգևոր ոլորտի կարգավորման, այդ ռեֆորմները հաջողություն չեն ունենալու։ Կյանքը դա ապացուցել է Թայվանում, Հարավային Կորեայում հաջողակ երկրներն եմ ասում, Գերմանիայում եւ այլն, այն երկրները, որտեղ լավագույն ռեֆորմներ են եղել պետության, քաղաքական, տնտեսական, հոգևոր մշակույթի, բոլոր տեղեր եկեղեցին ակտիվ հոգևոր կյանքի մասնակցությամբ է մասնակցել, հերավոր Թայվանում։ Հետ էլ ասեմ ռուսներ, Թայվանի թիվն ասեմ մեր ժողովուրդը թող ուրախանա։ Թայվանի տարածքը 36,000 քառակուսի կիլոմետր, ֆորմոզյան կղզիներն են, 36։ Այնտեղ հիմա ապրում է 26 միլիոն մարդ։ Ռուսաստանի տարածքը իշքան է։ Թիվն էլ 100 միլիոնից ավելի բան չէ եւ այլն։ Ուրեմն, երբ որ Պուտինը ներխուժեց Ուկրաինա, բարձվեց չիպ չունեն։ Եվ բարձվեց, որ չիպերը արտադրում է մենակ Թայվանը, չտվեց, գիտեք, իշքան ռուս է մահացել, հետո ձևը կտան, իշքան Ռուսաստանում խալադելնիկ կար, արտասահմանը, դրան չիպերը հանեցի, որ թևավոր հրթիռ սարքեն կռվեն։ Թայվանը 36,000 եւ 26 միլիոն։ Փոքրիկ Թայվանը Ռուսաստանին չիպ է, հիմա գտեք մեր չիպը։ Եվ ուզում եմ ասել, բայց դա վերակառուցվել է Չանգաշի տղայից հետո, ուրեմն այդ իրենց կաթոլիկ եւ այլ եկեղեցիների վերականգնման ճանապարհով։ Մեզ խիստ անհրաժեշտ է մեր եկեղեցու վերականգնումը եւ մաքրվելը ռուսական պոլոժենիայից եւ սինոդից հեռու։ Շնորհակալ եմ, պարոն Շիրինյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ, կհանդիպենք։